Կա ցուցակը կանոն ներկայացնում։ Կարող էին ամեն ինչ տակնուրա անել, բայց Փառք Աստծո, որ այդպես չեղավ և ընտրությունները վերադարձան բնական հուն։ Հնչում են կարծիքներ, թե իբր հանրությունն այս ընտրություններում կրավորական դիրքորոշում ունի և ակտիվորեն ներգրավված չէ։ Այսպիսի կարծիքները կամ հեռու են իրականությունից, կամ ուղղակի չարամիտ դրսևորումներ են։ Յուրաքանչյուր իմ կարծիքով, յուրաքանչյուր տեխնացու պետք է հստակորեն գիտակցի, որ դա իր կյանքի ամենագլխավոր նպատակը չի, որ դա իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը չի, դրանով աշխարհը չի վերջանում։ Այս ժողովրդին պետք է սիրել։ Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել։ Եթե դու նեղանում ես, որ պրոցեսների վրա այլևս ազդեցություն չունես, անցել է ժամանակը, ստեսություն, մի գուժեք, այս ժողովրդին պետք է սիրել, այս երկիրը պետք է սիրել և ամեն ինչը լավ լինել։ Նրանց թվում է, թե նախագահական ընտրությունները մի օրվա բան են։ Երազ եմ տեսել, որ առանց նախընտրական քարոզչության կարող եմ նախագահ դառնալ և որոշել եմ գնալ նախագահ դառնալ։ Անհասկանալի է։ Չեն գիտակցում, որ նախագահական ընտրությունները ընդամենը եզրափակիչ փուլ են, եզրափակիչ։ Նախագահական ընտրությունները սկսվում են թիմ ձևավորելուց, կուսակցություն ձևավորելուց, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց, այնուհետև խորհրդարանական ընտրությունների մասնակցելուց, մենակ մարդը ոնց կարող է նախագահ դառնալ։ Եթե քաղաքական ուժը նույնիսկ հնարավորություն չունի ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալ, այդպիսի քաղաքական ուժը ոնց կարող է ակնկալել, որ ինքը կարող է նախագահ դառնալ։ Ու հետո էլ պոզոպոչ են ցնում, հետաքրքիր չի, պատճառներ կա, ես էլ 1000 պատճառ ունեի,